Շարունակելով խոսել օրվա կարևոր թեմայի մասին, որն է կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օրը, մեր տաղավարում ունենք հյուր կանանց աջակցման կենտրոն հասարակական կազմակերպության ծրագրերի տնօրեն Աննա Սաֆարյանը։ Ողջույն Աննա։ Բարև ձեզ։ Շնորհակալ ենք հենց այսօրը մեր տաղավարում լինելու համար եւ եթերից առաջ զրուցում էինք, որ տարեց տարի, որովհետեւ ձեր կենտրոնը հիմնադրվել է դեռ 2010 թվականին եւ այս տարիների ընթացքում գնալով թիվը ավելանում է դիմորդների, արդեն բարձ ընտանեկան բռնությունների։ Ինչպիսի հայտերով են ձեզ դիմում, ինչ բռնության տեսակներ են ամենատարածվածը։ Ընտանեկան բռնությունը ցավոք սրտի տարբեր արտահայտումներ կարող է ունենալ եւ բնականաբար առավել տարածված տեսակներից է ֆիզիկական հոգեբանական բռնությունը եւ միաժամանակ նաեւ առկա է տնտեսական բռնությունը, բայց քանի որ ներկայումս հասարակական հարաբերությունները շատ արագ ձևով զարգանում են, թվային տեխնոլոգիաները ներխուժում մեր կյանք, ներկայումս շատ տարածված տեսակ է արդեն դարել կիբեր բռնությունը, այսինքն թվային տեխնոլոգիաների միջոցով, համացանցի միջոցով անձին բռնության ենթարկելը, հոգեբանական ծանր իրավիճակի մեջ դնելը, եւ եթե նախկինում պետք էր ֆիզիկական շփում ուղղակիորեն երկու անձի մեջ, որպեսզի նրանցից մեկը ենթարկվեր բռնության, հիմա մենք ունենք մի իրավիճակ, որ մենք կարող ենք այսպես նստել իրար հետ խոսել եւ միաժամանակ մեզանից յուրաքանչյուրը հեռախոսի միջոցով ենթարկվի բռնության։ Այո, իսկապես նորագույն տեխնոլոգիաները այդ առումով վատ ազդեցություն եւս ունեն, բայց մի կողմից էլ դրական է, որովհետեւ հենց այդ տեխնոլոգիաների շնորհիվ մարդկանց իրազեկվածության աստիճանն է բարձրանում եւ շատ հաճախ ոչ միայն զոհերը, որոնք ենթարկվում են բռնության, այլ նաեւ նրանց շրջապատող մարդիկ չանտեսելով պատմությունները ահազանգում են նմանատիպ դեպքերի մասին։ Արդյոք այս տարիների ընթացքում ունեցել եք այդպիսի դեպքեր, երբ ոչ թե կինն է զանգահարել եւ դիմել ձեր օգնությանը, այլ նրա հարազատները, ծանոթները կամ գուցե անծանոթ մարդիկ, որոնք ականատես են եղել այդ ամենին։ Իհարկե, երբ որ մենք աշխատում ենք իրազեկման ուղղությամբ, մարդկանց զգայունությունը ընտանեկան բռնության դեպքերի նկատմամբ բարձրանում է եւ վերջին տարիներին ունենք բազմաթիվ դեպքեր եւ մեր կենտրոնը գրեթե ամեն օր նույն բողոքով նույն հարցերով ահազանգեր ստանում է թեժգծին եւ այո շատ հաճախ հարազատներն են ահազանգում, որովհետեւ անձը ով ուղղակիորեն ենթարկում է բռնության, կինը, երեխաները շատ հաճախ ուղղակի վիճակի չեն լինում, հնարավորությունից զրկված են լինում օբյեկտիվորեն դիմելու որևէ մեկի օգնությանը եւ ստիպված հարազատներն են դիմում, բայց նման դեպքերում էլ մենք միշտ ուղղորդում ենք առաջին հերթին իրավապահ մարմիններին, ոստիկանություն, որովհետեւ ոստիկանությունը այն առաջի օղակն է, որ կարող է հստակ միջոցներ եւ ի պաշտոն է պարտավոր է միջոցներ ձեռնարկել, որպեսզի բռնությունը վերացվի կամ հետևանքները վերացվեն կամ նաեւ կանխարգելվի։ Իսկ որ կազմակերպությունների պետական օղակների հետ եք աշխատում, որպեսզի կարողանաք ոչ միայն կանխարգելել, այլ նաեւ վերականգնել այս դեպքում կանանց իրավունքները։ Շատ կարևոր է համագործակցությունը այս ոլորտում, միջգերատեսչական համագործակցությունը եւ համայնքային մակարդակում իհարկե եւ բնականաբար առաջի օղակում հետ մենք համագործակցում ենք, դա ոստիկանությունն է, քննչական կոմիտեն եւ իհարկե աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը, ով ոլորտում համարվում է լիազոր մարմին, բայց մեծ աշխատանք կա անելու եւ համագործակցելու եւ զգայունությունը, գենդերային զգայունությունը բարձրացնելու դատարանների հետ կապված, որովհետեւ շատ հաճախ մենք ունենք դեպքեր, երբ ուղղակի դատավորները, դատարանները գենդերազգայունության պակասի պատճառով ճիշտ ուղղությամբ գործընկերությունը չեն տանում եւ ի վերջո կինը հայտնվում է ավելի վատ վիճակում։ Խոսենք նաև կազմակերպության մասին, որովհետև գիտեմ դուք ունեք հատուկ ապաստարան, որտեղ հնարավորություն եք տալիս բռնության ենթարկված կանանց, երեխաներին այնտեղ իրենց որոշակի ժամանակով կացությունը ապահովել, ինչպես կարող են դիմել այն մարդիկ, որոնք տեսնում են իրենց շրջապատում բռնության ենթարկվող կանանց, որպեսզի ստանան ձեր աջակցությունը, ինչ փուլեր պետք է անցնեն։ Կանանց աջակցման կենտրոնի թեժգիծը 099 88 87 08 հեռախոսահամարն է եւ թեժգծին հազանգելով մենք առաջնային գնահատում ենք անում, այսպես ասած սկրինինգ կոչվածը, փորձում ենք հասկանալ իրավիճակը, ուղղորդում ենք ոստիկանություն կամ համապատասխանատու մարմիններ եւ իրականացնում ենք ռիսկայնության վտանգի գնահատում։ Եթե վտանգը բարձր է այդ պահին, մենք առաջարկում ենք կնոջը իր երեխաների հետ, եթե երեխաներ կան ընտանիքում, տեղափոխվել ապաստարան, որպեսզի անվտանգությունը առաջին հերթին ապահովենք, որից հետո արդեն կարողանանք աջակցել նրան այլ հարցերով իրավունքների վերականգնման կամ հոգեբանական վերականգնման, այսինքն մասնագիտացված ծառայություններ մատուցենք։
Հետևաբար առաջին հերթին մեր առաջի գործողությունը երբ թեժ գծին զանգում են, փորձում ենք գնահատել իրավիճակը, դեպքը հասկանալ, ինչքանով որ դա հնարավոր է հեռախոսով իհարկե իրականացնել եւ ապահովել կնոջ անվտանգությունը անհրաժեշտության դեպքում ապաստան տեղափոխելով։ Այստեղ կարծում եմ շատ-շատերի համար կարևոր է նշել, որ ապաստարանի գտնվելու վայրը պահվում է գաղտնի, եւ տարատեսակ խնդիրներից խուսափելու համար նաեւ դա արվում է, չէ՞։ Այո, իհարկե, որովհետև եթե անվտանգության մասին ենք խոսում, մենք չենք կարող հրապարակային խոսել նաև ապաստարանների գտնվելու վայրի մասին, դա որոշակիորեն մենք ապաստարանը կոչում է ապահով տուն, որտեղ կինը պիտի կարողանա իրեն առաջին հերթին ապահով զգալ, իր երեխաների համար այդ ապահովության զգացումը ունենալ եւ որոշակիորեն վերականգնվել։ Որոշակի վերականգնումից հետո հոգեբանական այդ ապահովության զգացումը վերադառնալուց հետո մենք արդեն սկսում ենք մասնագիտական ծառայությունների մատուցումը։ Նշենք նաև, որ մասնագիտական ծառայություններ ստանում են ոչ միայն կանայք, այլ նաև երեխաները, որոնք իրենց հետ տեղափոխվել են ձեզ մոտ եւ ինչ ծառայությունների մասին է խոսքը։ Խոսքը գնում է հոգեբանական, իրավական աջակցության մասին եւ բացի դրանից մեր սոցիալական աշխատողները շատ խորքային աշխատանք են իրականացում ոչ միայն հենց ուղիղ անձամբ կնոջ հետ, այլ նաև նրա սոցիալական միջավայրի հետ, ընտանիքի անդամները կնեն, համայնքի անդամները կնեն, եթե նա պետք է վերադառնա համայնքի բնակության վայրը եւ այլն, եւ այստեղ աշխատանքն ու ծառայությունը համապարփակ ձևով են իրականացվում։ Իրականում հենց այսպիսի աշխատանքների շնորհիվ է, որ մենք կարող ենք երազել մոտ ապագայում բռնությունից զերծ հասարակություն ունենալու համար եւ շնորհակալ ենք ձեզ ձեր թիմին կատարած աշխատանքի համար։ Հիշեցնենք, որ յուրաքանչյուր ոք անկախ սեռից, ռասայական եւ կրոնական պատկանելիությունից ունի բոլոր իրավունքները լինելու ազատ եւ բռնությունից զերծ։ Բռնության մի ենթարկեք, իսկ եթե ենթարկվել եք բռնության, ապա դիմեք, որպեսզի ձեզ օգնող կազմակերպությունները, պետական մարմինները կարողանան վերականգնել ձեր իրավունքները։ Շնորհակալ եմ։ Իսկ մենք շարունակելով եթերը, սիրելի հեռուստադիտողներ, պետք է նշենք, որ հիմա ժամանակն է միասին ծանոթանալու օրվա լրահոսին։ Լուրերից անմիջապես հետո կվերադառնանք եւ կշարունակենք Առավոտ լսոյի եթերը։